Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին տրիբունալի առաջ կկանգնի ուղղափառության եւ ուկրաինացի ժողովրդի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական քաղաքականության համար, երբ պատերազմն ավարտվի եւ Ռուսաստանը հաղթի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի падգամավոր Վիկտոր Վոդոլացկին։ Նա հիշեցրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում պետության ղեկավարի լիազորությունների երկարաձգում։ Հետևաբար падգամավորը շեշտել է, որ Զելենսկին ոչ լեգիտիմ է։ Նրա խոսքով այսօր ռուս-ուկրաինական պատերազմը միակ պատճառն է, որի համար նա մնում է իշխանության գլուխ։ Վերջինս կարծում է, որ հակամարտության ավարտից հետո Զելենսկու կարիերան կփլուզվի եւ նա կդատապարտվի ժողովրդի եւ ուղղափառության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում հայտնաբերվել են առասպելական ջրահարսի նմանվող մնացորդներ, հայտնում է The Sun-ը։ Հին տանը հայտնաբերված գտածոն ունի սուր ատամներ, երկար ձեռքեր եւ պոչի լողակ։ Ինչպես նշում է հրատարակությունը, խորհրդավոր հայտնագործությունը նման է կապայի, ճապոնական բանահյուսության առասպելական ջրային դևի։ Ասում են, նրանք բնակվել են Ճապոնիայի լճակներում եւ գետերում եւ մարդկանց ու անասուններին քարշ են տվել ջրի մեջ։ Մումիան կցուցադրվի ցուցահանդեսում եւ նույնիսկ հասանելի կլինի գնման համար։ Միջոցառման կազմակերպիչը ակնկալում է ստանալ մոտավորապես 11,755 ֆունտ ստերլինգ։ Մարտի 25-ին ժամը 19:12-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք եւ հրդեհ հաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 գտնվող նախկին կանանց մշակույթի տան չգործող 4 հարկանի շինությունում։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է թիվ 3 կանչ։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել փրկարարծառայության 8 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել 23:44-ին։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանցկացվեն հրթիռներով, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզային։ Սատանայի հետ ցանկացած բանակցություն ռազմավարական սխալ է։ Թող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները անցկացվեն հրթիռներով, հայտնել է Ռեզային։ Բրիտանացի վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսի խոսքով Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, ելնելով վերջին լիս անելանելի իրավիճակից։ Միացյալ Նահանգները հիմա պետք է կանխի հնարավոր աղետը, որը իմ կարծիքով մոտ է, քանի որ անկախ նրանից, թե ինչ է անում Թրամփը, նրա ժամանակը սպառվում է։ Ահա թե ինչու են այդքան շատ փորձեր արվում համաձայնության գալու Իրանի հետ, ասել է Մերկուրիսը։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ Թեհրանը չպետք է համաձայնվի Վաշինգտոնի պայմաններին, քանի որ այն ռազմավարական նախաձեռնություն ունի։ NTV հաղորդմամբ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական ALTURA ընկերության 140,000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա։ Դեպքը տեղի ունեցել Սև ծովում, Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ Հարվածից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Նավի անձնակազմը օգնություն է խնդրել։ Վնասվել են տանկերի կամուրջը եւ շարժիչային սենյակը։ 27 թուրք քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։ Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում Թեհրանը, ենթարկվել են բազմաթիվ ավիահարվածների, հաղորդում է Աշ-Շարք հեռուստաընկերությունը։ Թեհրանում, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանում, ինչպես նաև հարավային Շիրազ քաղաքում եւ Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության ամենամեծ նավահանգստային քաղաքներից մեկում, Բանդար Աբասում, ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում։ Ավիահարվածների հետևանքով պատճառված վնասի կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ձերբակալություններ են տեղի ունեցել Վանաձորի համայնքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Նախաքննության շահերից ելնելով, սակայն հակակոռուպցիոնից այլ մանրամասներ չեն հայտնել։ Կառավարության այսօրվա մարտի 26-ի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մի շարք հայտարարություններ է արել։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չի եղել որոշում կայացնեմ առանց իշխանության, նշել է Նիկոլ Փաշինյանը եւ մանրամասնել։ Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ եւ Ղարաբաղի ներկայացուցիչների առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության։ Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեր հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքը իրենով, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է։ Ես հարց եմ տվել Հայաստանի Հանրապետությունը ինչ կապ, ինչ դեր ունի այդ ամեն ինչի հետ։ Ինքը ասել է ոչ մի կապ, ոչ մի դեր, ասել եմ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք կայացրեք։ Ես Պրահայում որոշել եմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Ես Պրահայում որոշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ տարօրինակ բան պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարզ չէր, Հայաստանի ինքը իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե չի ճանաչում։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի պետականության դեմ, որը ես հաղթահարել եմ։ Այո, իմ անձնական կամային որոշմամբ, իմ թիմակիցների եւ կառավարող ուժի եւ կառավարության աջակցությամբ։ Փաշինյանը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել ուղղված լրագրողներին, թե իր չընտրվելու դեպքում ընդդիմադիր լրագրողները կզրկվեն աշխատանքից։ Այս կերպ կարծես թե նա գործարքի առաջարկում գնալ եւ ընտրել իրեն։ Երբ որ չքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորում, չեմ սպառնում, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում, դուք գործազուրկ եք լինելու, չեմ սպառնում ես, այսինքն դուք դա ինձնից լավ գիտեք, նախ նորմալ լրատվական դաշտում աշխատանք չի ունենա, եւ երկրորդը ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման եւ անցկացման գործընթացը, այդ շրջանակում ձևավորվող մարմինները եւ զորակոչի ապահովման գործողությունները։ Տեղեկությունը հրապարակված է իդրաֆտ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։ Զորակոչը կանցկացվի 2026 թվականի մայիսի 5-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կզորակոչվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին անում է, ինչպես նաև նրանք, որոնց զորակոչից տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները կամ ծառայության ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։ Նույն ժամանակահատվածում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ընթացիկ հակամարտությունը ոչ իրանական է, ոչ էլ ամերիկյան, պնդելով, որ Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմում։ Ամերիկայի առաջնահերթությունը Իսրայելի անվտանգությունն է եւ տարածաշրջանում ամերիկյան բազաները ստեղծվել են Թել Ավիվը պաշտպանելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել Իսրայելի անվտանգության համար, ասել է Արաղչին։ Նա նշել է. Իսրայելը իրականացնում է Մեծ Իսրայել նախագիծ, որը նրա խոսքով ենթադրում է տարածաշրջանի մի շարք երկրների տարածքների նկատմամբ վերահսկողություն։ Իրանը Թրամփի վարչակազմին հստակեցրել է, որ մտադիր չէ վերսկսել բանակցությունները հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի Փեսայի Ջարեդ Քուշների հետ, նախընտրելով շփվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, հաղորդում է CNN-ը, հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ-ում ոչ պաշտոնական ալիքներով փոխանցված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Իրանը Ուիտքոֆի եւ Քուշների մասնակցության բանակցությունները համարում է անարդյունավետ, հաշվի առնելով վստահության դեֆիցիտը, որը առաջացել է Իսրայել-ԱՄՆ համատեղ ռազմական գործողություններից առաջ բանակցությունների խափանումից հետո, նշվում է հաղորդագրության մեջ։ Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանում տեղակայելու ծրագիրը, հաղորդում է BBC News-ը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պատասխան ստանալուց հետո Պենտագոնի ներկայացուցիչը նշել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շտաբի որոշ տարրեր, դիվիզիայի որոշ մատակարարման տարրեր եւ առաջին բրիգադի մարտական խումբը կտեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Անվտանգության նկատառումներից ելնելով ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել։ 82-րդ օդադեսանտային դիվիզիան համարվում է բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Դիվիզիայի որոշ ստորաբաժանումներ միշտ պատրաստ են տեղակայվելու աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։ Իրանի դեպքում դրանք կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն տալ Պարսից ծոցում գրավելու եւ պահելու Իրանի Խարկ կղզին կամ այլ կարևոր օբյեկտ կամ տարածք։ Վիեննայում զինաթափման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Յուլիա Ժդանովան հայտարարել է, որ Եվրոպան փաստացի պատրաստվում է լայնածավալ պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով տարբեր երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Եվրամիության պետությունների ներկայացրած քայլերը, որոնք նրանք բնութագրում են որպես թափանցիկ եւ օրինական, իրականում ձևավորում են մտահոգիչ պատկեր։ Եվրոպան պատրաստվում է պատերազմի։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրների կողմից դիտարկվող միտումները վկայում են հնարավոր ուղղակի զինված հակամարտության նախապատրաստման մասին առաջիկա տարիներին։ Նրա խոսքով դա արտահայտվում է ռազմական պլանավորման եւ զորավարժությունների աճով, ռազմական ծախսերի աննախադեպ բարձրացմամբ, եվրոպական տնտեսությունների ռազմականացմամբ եւ հանրային կարծիքի նպատակային ձևավորմամբ։ Վերջինս նաև հավելել է, Կիևի իշխանությունները պատրաստական լինելով երկարաձգել հակամարտությունը, օգտագործվում են ժամանակ շահելու եւ ռազմական կարողությունները մեծացնելու նպատակով, իսկ Ֆրանսիան ըստ նրա առաջնորդում է այսպես կոչված կամավորների կոալիցիան Ռուսաստանի դեմ հակամարտության հարցում։ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցին Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում Քուվեյթի կողմից 3 ամերիկյան կործանիչների խոցումը որակել է որպես աննշան անհարմարություն։ Քուվեյթը աննշան անհարմարություն ունեցավ։ Նրանք մեր հրթիռներով խոցեցին 3 ինքնաթիռ։ Պարզվեց, որ դրանք մեր ինքնաթիռներն էին։ Քուվեյթը սխալ թույլ տվեց։ Նրանք կրակեցին, կարծելով, թե հարվածում են թշնամուն։ Դա ինչպես ասում են, բարեկամական կրակ էր, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նրա խոսքով ամերիկացի օդաչուները ողջ են մնացել միջադեպերից հետո։ Իրանը մերժել է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկները եւ իր պայմաններն է ներկայացրել։ Հաղորդում է Press TV հեռուստաալիքը, հողում անելով իր աղբյուրներին, հայտարարելով, որ պատերազմը պետք է դադարեցվի միայն իր պայմանների ընդունման դեպքում, Թեհրանը հրապարակել է իր պահանջները, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ամբողջ Մերձավոր Արևելքում, մշակել կոնկրետ քայլեր, որպիսի պատերազմը այլևս չկրկնվի, փոխհատուցել պատճառված վնասը, ճանաչել Թեհրանի իշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կառավարությունը իր այսօրվա մարտի 26-ին իստում Արցախից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում է կայացրել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկում են վերանայել աջակցության չափերը։ Նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիարդ դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք հիմա 611-ն են, ավելացնել դրանք 150 բնակավայրով։ Խոսքը վերաբերում է սահմանակից համայնքներին, նախկինում նրանք կարող էին ստանալ 3 միլիոն դրամ, այսինքն Երևանը կմնա 3 միլիոն, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 միլիոն են, կմնան 5, իսկ մնացածը կդառնան 4 միլիոն, ասել է Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ խոսքը մոտ 150 բնակավայրի մասին է, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նայիրի, Նորհաճն, Գառնի եւ Ջրվեժ։ Ես տվեցի խոշորացված համայնքների անունները, բայց սա իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում։ Այդ բնակավայրերում ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից, այդքան մարդու վրա կազդի, բայց նաև կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիները ընտրեն այս նոր համայնքները, նշել է Արսեն Թորոսյանը։
Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվել է ՑՄՀ ազատազրկման։ Նշենք, որ Տիգրան Օվանեսովի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից Դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը Դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից Դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է։ Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տիգրան Օվանեսովի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության 3-ամյա երեխայի մահը վրա էր հասել մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով։ Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են, որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։ ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ եւ մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։ Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել։ Նշված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ կառավարությունը Իրանին հակամարտությունը դադարեցնելու ծրագիր է ուղարկել, հաղորդում է New York Times-ը հղում անելով աղբյուրներին։ 15 կետից բաղկացած առաջարկը արտացոլում է վարչակազմի ցանկությունը գտնել հակամարտությունից դուրս գալու ելք դրա տնտեսական հետևանքների պայմաններում։ Նշվում է հրատարակության մեջ, հաղորդվում է, որ ԱՄՆ-ն ծրագիրը ուղարկել է Պակիստանի միջոցով։ Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ թևավոր հրթիռներով հարվածել են ԱՄՆ-ի խոշորագույն ռազմանավերից մեկին՝ Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը, նշելով, որ հարվածը կատարվել է ռազմական գործողությունների շրջանակում։ Իրանական կողմը նաև ընդգծել է, որ ամերիկյան նավի բոլոր տեղաշարժերը գտնվում են մշտական վերահսկողության տակ, եւ այն պահից, երբ այն հայտնվի հրթիռային համակարգերի հասանելիության գոտում, կհասցվի կործանիչ հարված։ Գործակալությունը հրապարակել է նաև տեսանյութ, որոնք ըստ նրանց ցույց են տալիս հարվածի պահը։ Բուդապեշտը դադարեցնում է Կիևին գազի մատակարարումը, մինչև այն սկսի ռուսական նավթ ստանալ Դրուժբա խողովակաշարով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, այն գազ չի ստանա Հունգարիայից։ Մենք կպաշտպանենք Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, կպահպանենք բենզինի ֆիքսված գները եւ գազի սակագների իջեցումը, ասել է Օրբանը։ Իրանը հարձակվել է Իսրայելում գտնվող արբանյակային կապի կայանների վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռային հարձակումների վերջին ալիքի ժամանակ Թեհրանը հարվածել է Էյլաթին եւ իսրայելական բանակին ծառայություններ մատուցող արբանյակային կապի կայաններին։ Ավելին, իրանական ուժերը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 4 բազաների վրա։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսանյութին, որտեղ անդրադառնում են Ռոբերտ Քոչարյանին եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Նախագահն ասաց, ակնհայտ մի բան սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ, բայց Փաշինյանը ինչ որ պատճառով դա ցավագին ընդունեց։ Հանգստացիր թույլ տղա, զռալու գործում մրցակից չունես։ Գարուն է սրացումները կարող են արտահայտվել գորգորալու, ամանչամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու եւ այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պահեստ կեն կբերի, ասված է երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի գործով Արտաշատ համայնքը տուժող կողմ է ճանաչվել։ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ Նա 2025 թվականի հունիսի 13-ին ձերբակալվել էր, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, մոտ 1 ամիս անց վերաքննիչ դատարանը փոխել էր տնային կալանքը վարչական հսկողությամբ։
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Դավիթ Սանասարյանին մեղադրանքեր առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական վերահսկողական ծառայության ղեկավար խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաշինյանի ցույց տված սրտիկի հետևում Ալիևի բեղերը քիթն ու բերանն են երևում, ինչ խաղաղություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Եթե 26 թվականին նա վերալեգալացվեց որպես վարչապետ, ապա ոչ ոք էլ չի կարող ասել, գիտես, դու խաբել ես ժողովրդին, որտեղ ինքը էլ չի խաբում, ինքը ասում Արցախ չկա, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է։ Այսինքն այլևս քաղաքական քվեարկության հետ կապած, նաև քաղաքական միջազգային դաշտում դժվար է լինելու։ Այսօր ես ինչ եմ անում, գնում եմ արտասահման, երբ որ դատարանը ինձ ցույց է տալիս, եւ ասում եմ, սա Նիկոլի նախընտրական ծրագիրն Արցախ կա, սա այն է, ինչ որ ինքը հիմա է ասում, այսինքն Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը, հակա օրինական է կառավարության ծրագրի ազգային ժողովի կողմից հաստատման ուժով։ Պարզա չէ, այսինքն այսօր ինչ որ իրանք խոսում են, ոչ միայն հակասահմանադրական է, որովհետև սահմանության մեջ պահպանված են այն դրույթները, գործող, որոնք պետք է պահպանվեն, այլ նաև հակաօրինական է օրենսդրական ակտերով։ Իտալական թերթի փոխանցմամբ Եվրոպական հանձնաժողովը փոխել է իր որոշումը, քննարկելու ռուսական նավթի ներմուծման լիակատար արգելքը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Երկար սպասված առաջարկ ռուսական նավթի ներմուծման լիակատար եւ վերջնական մազոխիստական արգելքի վերաբերյալ նշվում է հոդվածում։ Հեղինակի խոսքով կարևոր է հասկանալ, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից բացի Եվրամիության ղեկավարության որոշման վրա ազդել է նաեւ ԵՄ անդամների միջև նավթի ներմուծման շուրջ առկա զգալի տարաձայնությունը։ Նշվում է, որ Հունգարիան եւ Սլովակիան շարունակում են նավթ ստանալ դրուժբա խողովակաշարով։ Շնորհիվ այն բացառության, որը նախատեսում էր մշտապես վերացնել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթով։ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի հետ բանակցել ռումբերով, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը։ Մենք նույնպես մեզ համարում ենք այս բանակցությունների մաս, մենք բանակցում ենք ռումբերով, ասել է նա։ Պաշտպանության նախարարի խոսքով ամերիկյան զինվորականները ազատ ձեռքեր ունեն Իրանի հարցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է իրանական ճգնաժամում առանց որևէ կենսունակ տարբերակի։ Նման տեսակետ է հայտնել CNN News-ը։ Նշվում է, որ Թեհրանը շարունակում է պահպանել իր գլխավոր հաղթաթուղթը՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Ամերիկացի առաջնորդն ունի մի քանի տարբերակ ստեղծված իրավիճակը լուծելու համար, բայց դրանք բոլորն էլ լուրջ ռիսկեր են պարունակում։ Եթե Թրամփը որոշի ավելացնել ավիահարվածները, դա չի երաշխավորի նեղուցով անվտանգ նավարկություն, իսկ ցամաքային զորքերի տեղակայումը կնշանակի անցնել անդառնալիության կետը։ Դա կհանգեցնի երկարատև պատերազմի մի հակամարտության, որի դեմ նախկինում արտահայտվել է ամերիկացի նախագահը։ Իսրայելական 12-րդ ալիքը հղում անելով արևմտյան աղբյուրին հայտնել է, որ Իրանի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի 15 կետերը հրապարակվել են։ Ծրագրի համաձայն Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը ապամոնտաժի իր արկա միջուկային ներուժը։ Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենք ունենալու հնարավորությունից։ Ուրանի հարստացում չի իրականացվի իր տարածքում։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը իր մոտ 450 կիլոգրամ ուրանի պաշարները մինչև 60% հարստացված հանձնի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը եւ ապամոնտաժի Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտները։ Թեհրանը պետք է նաեւ ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրի երկրի ներսում լիարժեք մուտք, թափանցիկություն եւ վերահսկողություն։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։
Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին ու նրա հետ կապված պատմական հիշողությանը, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է մի ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։ Ոչ արևմտյան Ադրբեջանին շարժումը ներկայացրել է ծավալուն վերլուծություն հստակ փաստերով, ըստ որի Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը համակարգված բնույթ ունի։ Շարժման ներկայացրած վերլուծության մեջ մասնավորապես ասվում է. դեռևս 1998 թվականին Բաքվում գործարկվել էր Ժառանգություն ծրագիր կառուցված հատուկ ծառայությունների մեթոդաբանությամբ։ Ադրբեջանի այդ ժամանակ ԽՍՀ ԿԳԲ-ի նախկին ղեկավար Հեյդար Ալիևը անձամբ հանձնարարել էր մի խումբ երիտասարդ պատմաբանների հավաքել ապացույցներ, թե իբր հայերն իրենց պատմական հողում եկվորներ են։ Արդեն հետագայում Իլհամ Ալիևը գնաց ավելի հեռուն, քան իր հայրը։ 2022 թվականին, երբ Արցախում պատերազմի հետքերը դեռ չէին մարել, նա փակ հանդիպման ընթացքում հայտարարեց Ղարաբաղում հաղթանակը ընդամենը առաջին փուլն է, հաջորդը կլինի վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ 2023 թվականին նա ցուցադրաբար այցելեց այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի շենքը Բաքվում եւ ելույթ ունեցավ այնտեղ։ Համայնքի որևէ միջոցառում չի անցնում առանց նախագահի ուղերձների, իսկ դրա ներկայացուցիչները պարզապես հասարակական գործիչներ չեն։ Նրանք պետական քաղաքականության իրականացնողներն են։ Կազմակերպությունը ձևականորեն հասարակական կազմակերպություն է, սակայն ֆինանսավորվում է նախագահի պաշտային ֆոնդից։ Պետական դրամաշնորհները ուղղվում են Արևմտյան Ադրբեջան նարատիվի տարածմանը։ 2025 թվականի բյուջեում սոցիալական պաշտպանություն եւ հասարակական կազմակերպություններ հոդվածով նախատեսված է 41.4 միլիարդ մանատ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր երկիրը այժմ բանակցություններ է վարում Իրանում ճիշտ մարդկանց հետ։ Ըստ Թրամփի, այս ճիշտ մարդիկ ցանկանում են գործար կնքել Վաշինգտոնի հետ, բայց իրականությունն այն է, որ մենք խոսում ենք ճիշտ մարդկանց հետ եւ նրանք այնքան շատ են ցանկանում գործար կնքել։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք ցանկանում գործարքը եւ կտեսնեք, թե ինչ կլինի, ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. Վենսը, Մարկո Ռուբիոն եւ Սթիվ Ուիթքոֆը մասնակցում են Իրանի հետ բանակցություններին։ Ամփոփելով Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ հաղթանակի մասին։ Կարծում եմ մենք մոտենում ենք ավարտին, հաստատ չեմ կարող ասել։ Մենք հաղթեցինք այս պատերազմում, ասել է նախագահը։ Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն Իրանից նվեր է ստացել հսկայական գումար։ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ, persona non grata։ Այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Լիբանանի պետությունը չեղյալ է հայտարարում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի թեկնածության վերաբերյալ իր հաստատումը եւ նրան հայտարարում է անցանկալի անձ, նշվում է փաստաթղթում։ Իրանցի դիվանագետը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։ Փաստաթղթում որպես այս որոշման պատճառ նշվում է Թեհրանի կողմից պետությունների միջև հաղորդակցության դիվանագիտական նորմերի եւ հաստատված պրակտիկայի խախտումը։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։ Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը եւ կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին, նշվում է հրապարակման մեջ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ։ Սա ԿԺԴՀ-ի ընտրությունն ու անսասան կամքն է, հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ։ Սա մեր ընտրությունն ու մեր անսասան կամքն է։ Մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 26-ից 28-ը 30-ի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաեւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-ից 3-ը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևանում մարտի 26-ից 28-ը 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին եւ 30-ին հնարավոր է նաեւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 12-ից 15 մետր վարկյան արագությամբ։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։